Օպերային թատրոնի անվանումը լսելիս առաջին օպերան, որ գալիս է մեր մտքում, դա Անուշ օպերան է։ Անուշ օպերան հայ ժողովրդի կողմից ամենասիրելի եւ ամենապահանջված օպերաներից մեկն է։ Ինչու՞ չէ նաև Հովհաննես Թումանյանի թանգարանի առաջին հարկում մի անկյուն նվիրված է հենց այս օպերային։ 1912 թվականին Անուշ օպերան առաջին անգամ բեմադրվել է Ալեքսանդրապոլում, իսկ Երևանում բեմադրվել է 1935 թվականին։ Լիբրետոյի հիմքում ընկած է Հովհաննես Թումանյանի Անուշ պոեմը, իսկ ով է կոմպոզիտորը։ Կոմպոզիտորը Արմեն Տիգրանյանն է։ Արմեն Տիգրանյանը ստեղծել է մի շարք երգեր, դաշնամուրային պիեսներ, բարերգեր, հայկական բարերի սյուիտներ, արևելյան ֆանտազիա, Շիրակի զմրուխտ, մանկական ալբոմ եւ շատ ստեղծագործություններ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Արմեն Տիգրանյանը գրել է պատմահայրենասիրական Դավիթ Բեկ օպերան։ Լիբրետոյի հիմքում Ռաֆո Hamanun վեպն է։ Կոմպոզիտորի մահից հետո օպերան ավարտել է Լևոն Խոջաեյնաթովը։